Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, երկու ճակատ ոդկասթի 81-րդ թողարկումն է 168 ժամի եթերում։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security-ի մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը շարունակում է տրամադրել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ Երևանում եւ Հանրապետության մարզերում իրական ժամանակի եւ տարածության մեջ նաեւ հեռավար, լինի դա ուղեկցման, փոստի անվտանգության, ձեր ընտանիքի անդամների, ձեր գույքի, բնակարանի, տան, ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, այլ բազմաթիվ օբյեկտների անվտանգության ապահովման, տեսահսկման հարցերում, նաև Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման, ուղեկցման եւ բազմաթիվ այլ նմանատիպ ծառայություններով դիմեք մեր տասնամյակների փորձառություն ունեցող գործընկեր Pantera Security ընկերությանը։ Առավել մանրամասն տվյալների համար կարող եք զանգահարել 537850 հեռախոսահամարով կամ այցելել pantera.am։ Խաղաղության լրահոսի, խաղաղության օրակարգի, խաչմերուկի մեջ տեղավորվող ամենակարևոր իրադարձությունը սահմանային էական լարումն է Սյունիքի մարզում, հատկապես տեղ խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում, Խնածախ եւ Խոզնավար, այս երկուսը հաստատապես գիտենք, նաեւ Գորիսի տարածաշրջանի որոշ սահմանապահ համայնքներում։ Այս ամենը իհարկե սկսվել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ 20 թվականի դեկտեմբերին Փաշինյանն այցելեց Սիսիան, չկարողացավ այնտեղից առաջ գնալ, բայց ասաց, որ տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ Պարզվեց, որ 23 թվականի Արցախի բռնազավթումով եւ հայաթափումով նույնիսկ Ադրբեջանը չբավարարվելով հիմա համարում է, որ տեղ գյուղն էլ Հայաստան չէ։ Այսինքն ոչ միայն տեղ գյուղից այն կողմ է Ադրբեջան, այլ տեղ գյուղն էլ է Ադրբեջան, տեղ գյուղից ահագին այս կողմ էլ ինչ կա, չկա Ադրբեջան։ Սյունիք, Արա, Տարմավիր։ Հիմա այնինչ Ադրբեջանն ասում է, մեզ համար նորություն չէ, բայց մեզ համար խայտառակություն, անպատվություն եւ պատվախնդրության բացակայություն է մեր այսպես կոչված պաշտպանության նախարարության արձագանքը այս ամենին։ Նախարարի անձամբ Եվ անձամբ նախարարի եւ նախարարության հաղորդագրություն։ Սկզբից նախարարությունը հաղորդագրությամբ, հետո նախարարը ազգային ժողովում։ Ինչ են ասում։ Ասում են, այո, արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Լրագրողները գնում են Խնածախ գյուղ, իդեպ չշփոթել բռնազավթված Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հետ, այնտեղ եւս կար Խնածախ գյուղ։ Այս մեկը Խնածախ կամ նախկինում Խանազատել է կոչվել, ահա այս Խնածախ գյուղը տեղ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է, ինչպես նաև Խոզնավարը։ Այս երկուսում են ամենաշատը լսվում կրակոցները։ Ընդ որում ոչ թե դիրքերում, այլ գյուղի կենտրոնում, Եղամիջում լսվում են այդ կրակոցները։ Բնակիչները տեսագրություններ են տարածում, ասենք գիշերով, թե ինչպես են նրանք բայրամ նշում։ Եվ բացարձակ այդ կրակոցները օդ ուղված չեն։ Օրինակ ասենք, Խնածախ գյուղի բնակիչները նկարահանում են իրենց բնակելի տների վնասված տանիքները, ցույց տալով, ապացուցելով մեզ բոլորիս այս վարչախմբին եւ պաշտպանության նախարարություն կոչվող կառույցին եւ անձամբ նախարարի պաշտոնը զբաղեցնող նախկին հանցագործին, որը դատապարտվել է այդ հանցագործության համար, որ Խնածախ գյուղը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում է, թեև սրանք փորձում են պնդել հակառակը։ Ու մի բան եմ ուզում իշխեցնել, որ Սյունիքի սողացող հանձնումը սկսվել է ոչ 3 չի առաջին օրը, այլ 2020 թվականի դեկտեմբերին, երբ առաջին անգամ փաստորեն գաղտնի հրամանով, որը հետագայում բացահայտվեց եւ Վաղարշակ Հարությունյանը կարգվեց դրա պատասխանատու, բայց պարզվեց Փաշինյանի հրահանգով էր, հայկական զորքը մի քանի կիլոմետրով հետ էր քաշվել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից եւ հիմա այդ ամբողջ շարքը, այսինքն տեղ եւ Գորիս խոշորացված համայնքների տասնյակ սահմանապահ բնակավայրերը, որոնք նախկինում թշնամուց հեռու էին մի քանի տասնյակ կիլոմետր, այսօր թշնամու ուղիղ նշանառության տակ են, կրկնում եմ, ոչ թե դիրքերը, այլ գյուղերը եւ նրանց բնակիչները, նրանց տները, նրանց արոտավայրերը, նրանց խոթարքները։ Դրանք բոլորը հիմա դառել են սահմանամերձ գյուղեր։ Բայց պարզվում է Հայաստանի ինքնիշխան տարածք չէ։ 2020 թիվն էր, որ սահմանը նրանցից գտնվում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Նրանք հիմա գյուղերում եկել հայտնվել են ադրբեջանցիներ, ընդ որում Ադրբեջանի կոմանդո հատուկ նշանակության բազմաֆունկցիոնալ զորամիավորումներ, որովհետև հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից տեղակայված են բացառապես պայմանագրային զինծառայողներով համալրված, ընդ ժամկետային զինծառայողներ չկան, բազմաֆունկցիոնալ հետախուզական դիվերսիոն սահմանի պահպանության ֆունկցիաներով օժտված զորամիավորումներ։ Հիմա մի հատ տրամաբանական հարց։ Ասենք կրակող ադրբեջանցի զինվորը, որը զեկուցագիր պիտի գրի իր ամեմի կրակած փամփուշտի համար, չէ՞, այսինքն ինքը գնացել է ծառայության, իրան տվել են զենք
եւ զինամթերք։ Ու եթե այդ զինամթերքը չկա, հաշվառման պահին, ինքը պիտի ասի, չէ՞, դա ինչ է։ Օդ ինչի է կրակում։ Ինչի պիտի ինքը օդ կրակի։ Հարսանիք է։ Թե միգուցե լսել են ադրբեջանցի զինծառայողներ, որ խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ուրախությունից օդ են կրակում։ Բարձր չէ՞ որ նրանք հրաման են կատարում։ Ու այդ հրամանը ինքը սադրանքի իմաստ ունի։ Երկու իմաստով վախեցնել տեղի ազգաբնակչությանը, իրանց զգալ վտանգավոր միջավայրում եւ լքել բնակավայրերը, եւ երկրորդը հող են նախապատրաստում հետագա ռազմական գործողությունների համար։ Դրան նախորդած իրադարձությունները, անցած շաբաթվա մեր քննարկման հիմնական թեման։ Ինտենսիվ հաղորդագրություններ ադրբեջանական բնից իբր հայկական կողմի կրակոցների մասին։ Պարզա չէ որ հայկական կողմից կրակոց չի կարող լինի։ Որտեղ Նիկոլ Փաշինյանիկն է խոստովանել, որ ինքը հրաման է տվել ՊՆ-ին առհասարակ կրակոց չանել, իրենք խաղաղության են ձգտում։ Բայց ադրբեջանական հաղորդագրությունները օրը 2 անգամ, 3 անգամ, տարբեր ժամերի, առավոտվա, իրիկվա, կեսօրվա։ Հիմա եկան հասան կրակոցներին։ Վաղը միսուր կարան գնան արդեն ավելի ինտենսիվ մարտերի։ Մենք չէ, դու նախորդ մեր քննարկմանը ինչ որ տրամաբանական կապ էիք թե ընտրությունների եւ ռազմական գործողությունների միջև։ Չէ, հիմա դրա նախապատրաստությունը, որ նայում ես Կիրակի օրվա Գյումրու, դա արդեն ընդ ոնց որ ընտրություն չի, դա արդեն սկսվել է ուրիշ process-ներ, ընտրության հետ կապ չունեցող, ինչպես վերջին տարիներին։ Ուզում եմ հիշեցնել, որ օրերս արտգործնախարարի պաշտոն զբաղեցնող Արարատ Միրզոյանը բառացիորեն ասաց հետևյալը. համաձայնագրում քառակուսի մետրում նշված չէ, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ հիշեցնել մի քանի կարևոր բան, այդ մասին մենք նաեւ նախորդ եթերում ենք խոսել ու պարբերաբար պիտի խոսենք։ Պիտի շարունակենք հիշեցնել մեր հայրենակիցներին այս մեծագույն մոլորության մասին եւ տեղյակ պահել։ Թվական տվյալ արձանագրված չէ այն փաստաթղթի տակ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի, որի տակ դրված է Իլհամ Ալիևի ստորագրությունը, որում որ կա թվական տվյալ, այդտեղ չկա Ալիևի ստորագրությունը։ Եվ Ալիևը ինքը քանից ոչ միայն հրաժարվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը թվական տվյալով ճանաչելուց, այլև ասել է ճիշտ հակառակը, ասել է, քանի դեռ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ճշգրտման խնդիր կա, մենք չենք կարող ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն սահմանազատում եւ սահմանագծում կոչեցյալը պիտի ավարտին հասցնենք, որ նոր կարողանանք ճանաչել Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ պետության տարածքային ամբողջականությունը։ Ինչ է արել այս վարչախումբը եւ նրա պարագլուխը։ Սահմանազատում կոչեցյալը սկսելուց առաջ էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է թվական տվյալով։ 2023 թվական մայիս, երբ Արցախը շրջափակման մեջ, Փաշինյանը կատարում է Ալիևի հերթական պահանջը հայտարարելով, որ Արցախն Ադրբեջան է։ Հիշում ես, նույնիսկ Պրահայի հայտարարությունից հետո Ալիևը դրանով չգոհանալով, ասում էր, որ Փաշինյանը պիտի բառացիորեն հայտարարի, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Եվ բացականչական նշան։ Եվ նա դա արեց 23 թվականի մայիսին կառավարության շենքում տված իր ասուլիսում ոչ միայն Արցախը, այլև անկլավները ճանաչելով այդ 86600 քառակուսի կիլոմետրի մեջ։ Սրա տրամաբանական պատասխանն այն էր, որ Ալիևն ասաց. այո, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է Հայաստանի կողմից եւ մենք լիարժեք իրավունք ունենք այն վերականգնելու եւ արեցին դա փաստորեն էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելով արցախցիներին եւ բռնազավթելով Արցախը, բայց սա վերջը չէ։ Դա չենթադրեց հայլային իրենց շատ սիրելի այդ բառը ճանաչում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության, որովհետեւ ճանաչված սահման չկա։ Ինչի է Զաքիր Հասանովը ամեն անգամ երբ գնում է քո ասած կոմանդո կամ իաշմա առաջապատստորաբաժանումների զորամասեր եւ զորանոցներ, օգտագործում պայմանական սահման արտահայտությունը, որովհետեւ իրենց կողմից ճանաչված սահման չկա։ Նույնիսկ այն 12 կիլոմետրը, այն մետաղական ցանկապատը, որը մեզ ներկայացնում էին որպես խաղաղություն, որով ԿՊԱ-ական падգամավորները հիանում էին։ Հաճույք էր սանում։ Հանրապետական Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ասաց, որ առաջին անգամ սահմանա տեսել իր կյանքում։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց հմեկին հարցադրությամբ, որ տուրիստական խմբեր են ուղարկվում այնտեղ, ուսուցիչների, դասախոսների, աշակերտների, այտենց խմբեր են ձևավորում եւ տանում են իրանց, որպեսզի որպես զբոսաշրջային վայր ցույց տան այդ մետաղական պատնեշը։ Զբոսաշրջային վայրը բացարձակ որևէ նշանակություն չունի երկու երկրների միջև սահմանորոշման հարցում, որովհետեւ դա հաշիվ չէր։
Հիմա նորից Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստան-Ադրբեջան-Վրաստան 3 պետությունների սահմանների հատման խաչմերուկից պիտի սկսեն սահմանագծումն ու սահմանազատումը։ Իդեպ տրամաբանական կլիներ, չէ՞, մեզ համար, եթե այստեղ ազգային իշխանություն լիներ, որ պնդեր, որ սահմանորոշումը, սահմանազատումն ու սահմանագծումը սկսվի Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից, սկսվի օրինակ Վայոց ձորի կամ Սյունիքի մարզերից։ Իդեպ Սյունիքի մարզից սահմանազատում սկսելու պահանջ դնում էր Ալիևը մինչև Արցախի վերջնական բռնազավթումը։ Հենց այն հատվածը, որտեղ կա Լաչինի միջանցքը։ Դա էլ այո, անցակետ դնելու համար։ Իդեպ հենց այն հատվածում տեղ խոշորացված համայնքի շրջակայքում, որտեղ հիմա կրակում են եւ որը կարող է դիտարկվել որպես, ասենք, պոտենցիալ միջանցք Սյունիքի մարզը երկու մասի բաժանելու, Հայաստանի Հանրապետության հարավը ամբողջությամբ խոցոտելու, նվաճելու, օտարելու եւ այլն։ Դե Դավիթ ջան, հակարի կամրջից հիմա իրանք որ դուրս գան, դեպի այս կողմ գալու, պիտի այդ հատվածով գան այդան, չէ, Անգեղակոթով մտնեն Նախիջևան։ Իրանքից թվում է այդ աշխարհագրությունը լավ գիտեն, բայց ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի այդ վկայակոչմանը, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջ, շատ հետաքրքիր բան է, դա նշանակում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականի բարձր մակարդակի արդյունքում իրեն գելխեղտ հռչակելուն, Արարատ Միրզոյանը պարզվում է նրան շանտեղ չի դնում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Հայաստանի տարածքի հիմիկվա տարածքի 60-ից 70%-ը ադրբեջանապատկան է։ Եվ մենք պահանջ չենք դնում, որպեսզի Ադրբեջանը փոխի իր այդ սահմանադրությունը։ Արի հիմքն էլ հիշեցնենք։ 1919 թվականի նոյեմբերին Ազգերի լիգային Ադրբեջանի ներկայացրած մի քարտեզն է հիմք ընդունում Փաշինյանը։ Մի կազմակերպություն, որին Ադրբեջանը չի անդամակցել, հենց իր սահմանների պատճառով, եւ ինչ է նշանակում քարտեզ, դա ոչ մեկ չգիտի, բացի Ալեն Սիմոնյանից, որ ինչ որ մի կնոջ պատկեր փակցրել է իր գլխին, նստել է դրա տակ։ Ես մտածում եմ, թե մորն է նման, բայց այն նայել եմ ազգային ժողովում, բացարձակ նման չի։ Իր մորը ավելի շատ նման է Տիկին Գաֆարովին։ Այդ քարտեզի ուրվագծով կնոջ պատկերը ոչ մի կնոջ ես չեմ նմանացրել համենայն դեպս իր շրջապատից, որովհետև քարտեզը դա այն փաստաթուղթն է, որը ստեղծում է քարտեզ ստեղծելու իրավասություն ունեցող մարմինը, ասենք կադաստրի կոմիտեն։ Ադրբեջանը թե ինչ թղթի վրա ինչ հաղորդարկե մի կազմակերպության, որի անդամ ինքը չի, ոչ ոք չգիտի, բայց Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է, որ Հայաստանի թվարկում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ամբողջությամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու, Շիրակի մարզից առանձին հատվածներ Ադրբեջանի սահմանադրությամբ ունեն ադրբեջանական պատկանելություն։ Բայց մենք ոչ չենք պահանջում, որ իրենք փոխեն իրենց սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյան 2022 թվական սեպտեմբերի 22 Նյու Յորք ՄԱԳ-ի գլխավոր ասամբլեա ասում է. այս բարձր ամբիոնից ես դիմում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թող նա ցույց տա այն քարտեզը, որը նա ճանաչում է որպես Հայաստան։ Ցավոք սրտի Իլհամ Ալիևը, ինչպես եւ Արարատ Միրզոյանը, չնայած իր բարձր ինքնագնահատականին, նրան շանտեղ չեն դրել։ Եվ այդպիսի քարտեզ Իլհամ Ալիևը մինչ օրս չի ցույց տվել եւ լրիվ արդարացի են քո արձանագրումները, որ Իլհամ Ալիևի ստորագրությունը չկա մի թղթի տակ, որտեղ կա թիվ։ Օրինակ Գրանադայի հայտարարություն 2023 թվականի հոկտեմբերի 5, այնտեղ թվի տակ կա ստորագրություն։ Բայց այդ թվի տակ ստորագրել է արդեն թոշակի ուղարկված Օլաֆ Շոլց, արդեն թոշակի ուղարկված Շարլ Միշել, երկուսն էլ համաշխարհային քաղաքականության մեջ որոշող են այլևս։ Էմանուել Մակրոն, որ գնար թոշակի, կարող է լինել ավելի լավ, քան որ մնացել է իր պաշտոնին։ Մեկ էլ մեկը, որ պիտի թոշակի ուղարկվի։ Ավելի ճիշտ ոչ թե թոշակի, այլ քրեակատարողական հիմնարկ, այլ այն մեկը, որը Հայաստանի անունից նման ազգադավ եւ պետականական փաստաթղթի եւ այլ փաստաթղթերի տակ ստորագրություն է դրել, այն նա Գյումրուց սկսած պիտի ուղարկվի պայմանականորեն ասենք թոշակի իրականում քրեակատարողական հիմնարկ։ Մենք Սյունիքի սողացող հանձնման մասին սկսեցինք խոսել։ Արի հիշենք, թե ինչ հաջորդեց 2020 թվականի դեկտեմբերին գաղտնի հրամանով Սյունիքի թիկունքը բացելու որոշմանը։ Իդեպ այդ ժամանակ, եթե հիշում ես, Արցախի այն ժամանակ դեռևս հայապատկան հատվածներում էլ էր սողացող զավթում տեղի ունենում։ Օրինակ, Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղում եւս անհասկանալի հանգամանքներում էր մի քանի տասնյակ զինծառայողներ գերեվարվեցին եւ դարձյալ անհասկանալի հանգամանքներում ադրբեջանցիները 20 թվականի դեկտեմբերին, երբ նոյեմբերի 9-ի երակողմը վաղուց մտել էր ուժի մեջ, եկան տիրացան Կատարո բարձունքին, որը հսկում էր ամբողջ Հադրութի շրջանը։ Բայց դա այլ պատմություն է, պիտի նաև այդ դեպքում հիշենք 22 թվականի ապրիլին
Քարագլխի զավթումը եւ Փառուխ գյուղի զավթումը եւ ահա այդ ժամանակ էր որ Փաշինյանը խոսեց նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին թե իբր միջազգային հանրությունը մեզնից դա է պահանջում բայց բուն Հայաստանի Հանրապետության տարածքի հետ այդ ժամանակ ինչ էր տեղի ունենում 21 թվականի մայիսի 11-12 շորժը երկու ուղղությամբ այո Հայաստանի Հանրապետության երկու մարզերում Գեղարքունիքի եւ Սյունիքի թշնամի մի քանի կիլոմետր խորությամբ մխրճվում է այդ մասին մենք իմանում ենք տեղում արոտ գնացած հովիվներից ոչ թե մեր զինծառայողներից բայց այդ ժամանակ ինչպես հետագայում պիտի Փաշինյանը խոստովաներ ինքը գոնե առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է որ այդ ժամանակի առաջին անգամ հրապարակայնորեն հրահանգել բանակին չդիմադրելու եւ ինքը հպարտանում էր դրանով ասում էր որ իրավիճակը ել ավելի չսրելու համար քանի որ ես էլ արդեն հրաժարական տված էի եւ խորհրդարանն էլ ծրվում էր պետականությունը չլուծարելու մղումով իբր ինքը հրաման է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին չդիմադրելու եւ մեր տասնյակ զինծառայողներ ծեծ են կերել ինքն էլ այդ բառը օգտագործում էր ձեռնամարտեր են եղել հիշում ես ադրբեջանցիներն էլ տեսագրություններ գյուղի հատվածում մեր կորպուսի հրամանատարներ չէ վիրավորում ստացել մարտերի արդյունքում հիմա Հայաստանի Հանրապետության սահմանադրություն գլուխ առաջին սահմանադրական կարգի դրույթներ հոդվածներից մեկը 12-րդ հոդված, որը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնխելիությունը։ Պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենք, զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիր կորենք եւ տասնյակ այլ նորմատիվ իրավական ակտեր, որոնցով բանակը եւ սպայակույտը պիտի առաջնորդվեն անկախ նրանից այդ աթոռին նստած անձի մտքում ինչ հա ծնվում դիմադրել չդիմադրել անկախ նրանից նաև հետ գնալ առաջ գնալ պարկած դու ունես սահմանադրական խնդիր դու ունես սահմանադրական կարգավորում դու ունես պաշտպանության մասին օրենք դու ունես կանոնակարգ այո սահմանադրական պարտականությունն է զինված ուժերի անկախ քաղաքական իրավիճակից եւ քաղաքական ղեկավարությունից իրականացնել պետության անվտանգության սահմանների պաշտպանություն իդեպ ասեմ որ ինքը քանի դեռ երկրում հայտարարված չի պատերազմ, ոչ թե ռազմական դրություն, ինքը զինված ուժերի նման հանձնարարություն տալու իրավունք չունի անգամ։ Ինքը պաշտպանության նախարարությանը կարա հանձնարարականներ տա պաշտպանական քաղաքականության մշակման եւ իրականացման հարցում։ Զինված ուժերի սահմանադրական ֆունկցիաների կատարման հարցում ոչ պատերազմական իրավիճակում վարչապետը հանձնարարություն տալու իրավունք չունի, այսինքն նրա հանձնարարությունը ինչի մասին ինքն է խոստովանել, դա ինքն իրավչության հանցանքի դասական դրսևորումը։ Պիտի հիշենք նաև այն, որ 2021-22 թվականներին այս վարչախումբը գոնե հրապարակավ Ադրբեջանից պահանջում էր հետ քաշվել զբաղեցրած դիրքերից։ Իհարկե զուգահեռ նաև այլ ռետորիկա էր բանեցնում։ Օրինակ 21 թվականի մայիսին ԿՊ-ի ընտրարշավի շրջանակում ասում էր, որ ում են պետք տարվա մեծ մասը ձյունոտ կատարներով լեռները։ Սև ջրի, իրականում լճի նկատի ուներ, ճիշտ անունն էլ չգիտեր, սև ջրի 30%-ի համար պատերազմ չենք սկսի եւ այսպես շարունակ։ Վլադիմիր Վարդանյան կար ասում էր մեր բանակը բնակավայրեր պաշտպանելու համար ոչ թե ամայի տարածք։ Դա հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում է ասում, քո սիրելի Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս։ Եվ այդպես շարունակ։ Այս շարքի տրամաբանական ավարտը դարձավ արդեն փաստորեն 2.5 տարի շարունակվող այն հանգերքը, ըստ որի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ուժով չեն դեօկուպացնելու ավելի քան 240 քառակուսի կիլոմետր ադրբեջանական զավթված տարածքը, որից իդեպ կրակում են մեզ վրա, որը արդեն ենթակառուցվածքների ամրաշինության առումով կահավորել են այնպես, որ շատ ավելի հեշտ լինի քաղաքացիական ենթակառույցները, ճանապարհները եւ մեր բնակչությանը կրակելը։ Այսինքն զինված ուժերին զրկում է նույնիսկ խաղաղ բնակչությանը պաշտպանելու սահմանադրական եւ տրամաբանական իրավունքից։ Ասում է հերիք չէ, դուք չեք փորձելու ազատագրել ձեզնից զավթվածը, այլև մի բան էլ, եթե այդ զավթվածից էլ ձեզ վրա կրակեն, ինչպես այսօր կրակում են Խնածախի եւ Խոսնավարի վրա, չեք փորձելու դիմադարձել, դուք չեք կրակելու ի պատասխան, դուք լռելու եք։ Այո, կարակ գա գրավեք ադրբեջանցիներին, փաստացի հրավիրում, այսինքն եթե ստացի, որ ադրբեջանցիները ներխուժեն այդ բնակավայրեր, նրանք ոչ թե զավթում են այդ տարածքները, այլ գալիս են մեզ հետ տոնելու խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության բարի ավետիսը։
Գալիս են արդեն մեզ հետ խաղաղություն հաստատելու, գալիս են առևտուր անելու։ Զինվորականներ են, կարող է գալիս են խանութից ծխախոտ առնեն, արդեն առևտուրը կաշխուժանա, կաթ առնեն, միս առնեն, իրանց Բաքվից բերեն հասցնեն ընդ երբ որ այդ գյուղում անասուն կա, մենք արդեն իրանց հետ կսկսենք առևտուրը։ Դա կասի, չէ՞։ Մի հատ դեղ ավել, մի դեղ պակաս։ Կլինի ազգային ժողովից է կարա ասի, գլխացավի դեղերի մասին է խոսքը։ Մի հատ գլխացավի դեղ կխմի, գլխացավը կանցնի, ու տես մի հատ կերկնի, չէ՞, որ ադրբեջանցիները գալիս են բարի նպատակներով, ճիշտ է զինվորական համազգեստով, զինված։ Ես այդպիսի մի քանի ադրբեջանցիների հիշում եմ վերջին տարիներին։ Օրինակ մեկը մտավ Կապան եւ լեռնահարստացման կոմբինատի պահնորդին սպանեց։ Հետո փաթեթավորած հանձնեցին հետ։ Բայց մինչև հանձնելը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այդ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին աշխատանքային այցը կատարել է Սյունիքի մարզ, այցելել է այդ մարդասպան ադրբեջանցուն եւ հայտնել է, որ իր հետ է եղել նաեւ բժշկական գործերով զբաղվող մի փորձագետ, որպեսզի ծանոթանա նրա բժշկական փաստաթղթերին եւ առողջական վիճակին, ասենք օրինակ մասաժները ժամանակին ստանում է, թե չէ։ Ինչ լեզվով են խոսել։ Սպա պրոցեդուրը մայրենի։ Ես կարծում եմ, որ մայրենի։ Որտեղ Տիկին Անահիտ Մանասյան տեղյակ չի, որ Հայաստանում հայերենը պետական լեզու է։ Ես այդ արձանագրել եմ խորհրդանական լսումներից մեկի ժամանակ, երբ որ ինքը երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերող հարակից զեկույցը մշակել էր միայն անգլերեն լեզվով։ Բայց չեմ կարծում, որ ադրբեջանցու հետ անգլերեն հաղորդակցված կլինի, ադրբեջանցու գիտելիքների բացակայությամբ մնում է մայրենին։ Հիմա երբ վերադառնում ենք այս չարչրկված սահմանազատում կոչեցյալին եւ տրամաբանական հարց ենք հնչեցնում այս վարչախմբին։ Եթե այս մետաղական պատով դուք գլուխ եք գովում, եթե սահմանում եք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահման, մի սահման, որին թշնամին համաձայնել է։ Միաժամանակ մենք գիտենք, որ երրորդ բանակային զորամիավորման հիմնական բարձունքները այս ուղղությամբ իրանցից ոսկեպար զիջված են թշնամուն։ Մենք գիտենք, որ առաջնագիծը քանդված է տասնամյակներ շարունակ այդ ամրաշինությունները։ Ամենաամուր բնագծերն են եղել դրանք։ Ընդ որում այն բնագիծը, որի մեկ դիրքի վերադարձով 20 թվականի հուլիսին առավոտից երեկո հպարտանում էին եւ Արմեն Գրիգորյանն էլ անվտանգության խորհրդի քարտուղար ասում էր, թե վարչապետն անձամբ է ղեկավարել մարտական գործողությունները, որի համար մոտավորապես 80 մարդ նաեւ մարտական խաչերի արժանացավ։ Եվ մի հոգի ազգային հերոս։ Սարդարապատում։ Իդեպ շատ հետաքրքիր է այդ Ռուբեն Սանամյանը ուր է։ Հայաստանի ազգային հերոսա կոչվում։ Ծառայության մեջ է, ինչա կարծում ես ամենի հետ կապված։ Լավ, հիմա մենք մեր իրավիճակը ներկայացրինք, այն ինչ մենք զիջեցինք այս ամենի հետևանքով, այն որ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտակաբլրից վերահսկում են Երևան-Թբիլիսի միջպետական ավտոմայրուղին եւ ըստ ամենայնի այսպես շարունակելու դեպքում այդ ավտոմայրուղին արժանանալու է Գորիս-Կապան ավտոճանապարհի ճակատագրին։ Այսինքն իջնելու են մեկ տեղում անցակետ դնեն, ինչպես դրեցին դա 21 թվականի նոյեմբերին Գորիս-Կապանի վրա, ապա ամբողջապես այդ ճանապարհահատվածը Իջևանից վերև վերցնեն։ Եվ մի հատ էլ բիզնես ենթակառուցվածք Սոկարի բեզալեցակայան։ Բա մաքսակետը մոռանում ես, մի հատ էլ մաքսակետ կարան դնել, որ մեր պետեկամուտների կոմիտեն էլ աշխատող ունեն այնտեղ։ Այո, դրանք ճիշտ ակասի, որ որևէ մեկը չի անցել այդ մաքսակետը։ Հետաքրքիր է, չէ՞, որ որևէ մեկը չի անցել։ Օրինակ հիմա այդ ինչ էր, ինչան, Ռուստամ Բադասյան։ Ինքը հիմա Ես գիտեմ, որ դու Ռուստամ Բաքոյանին ավելի ես սիրում, բայց սա Ռուստամ Բադասյանն է։ Բադասյանն է։ Օրինակ հիմա ինքը որ կարծեմ Արչին բանկում աշխատում բարձր պաշտոնում, մի քանի միլիոն դրամ։ Ասենք այդ մի քանի իրան գործուղում կուղարկեն Գորիսից Կապան, ասենք գնա Կապանի Արչին բանկի մասնաճյուղ այնտեղ բիզնես խորհրդատվության։ Ասենք մի 2 միլիոն դրամանոց։ Իա պաշտոնավարման ժամանակ դրած մաքսակետով էլ անցնի մաքսային հսկողությամբ, հետո անցնի ադրբեջանական հատվածը, ընդեղից նորից հայկական ու գնա հասնի Կապան եւ ծանոթանա Արչին բանկի Կապանի մասնաճյուղի բայց այն հեռախոսահամարը պետքա տրվի ԱԱՑ-ի։ Չէ, ինքը կարա շատ հանգիստ։ Դե կարող է գերության մեջ հայտնվում։ Դժվար։ Չզանգի։ Դժվար։ Կտանեն պատիվ կտան, բանկանեն թուրքերը, Սոկարի բեզակալոնքից մի հատ պոլնի բակ կլսնեն, կասեն, «Էй, Կարդաշ Ռուստամ, яшия». Անես մի հատ պատիվ տան ճամփ, գարկը մորթեն ոտների տակ։ Ես նկատի չունեմ այն ինչ որ դու քիչ առաջ էիր ասում։ Ես նկատի ունեմ գար։ Հիմա երբ արձանագրեցինք Տավուշի մարզում անցած տարի սահմանազատման անվան տակ տեղի ունեցած միակողմանի զիջումներն ու կորուստները Հայաստանի Հանրապետությունից,
գետ 1 դրվագ կա, որ Ադրբեջանն էլ է, ասենք համարժեք զիջման գնացել։ Ենթադրենք մենք 1 հեկտար հողատարածք ենք վերադարձրել։ 1 հեկտար, չեմ ասում 100։ Չէ՞ որ Բերքաբեր, Բաղանիս ու մյուս գյուղերը հարյուրավոր հեկտար հողատարածքներ ունեն, որոնք գտնվում են կամ թշնամական վերահսկողության, կամ թշնամական նշանառության տակ։ Ու մարդիկ, որոնք գտնվում են գերության մեջ, դրանց մասին որևէ խոսք չկա։ Ասենք կարա չէ, օրինակ Ադրբեջանը նույնիսկ այսպես կոչված փաստաթղթի դրույթներից բացի ունի լրացուցիչ նախապայմաններ։ Օրինակ հայկական կողմը կարար չէ ասեր, մերս համար էլ նախապայման է հանդիսանում գերեվարված քաղաքացիների վերադարձը հայրենիք, օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերումը։ Կարար չէ, դες թեկուզ 1-2 սիմվոլիկ նախապայման լինել։ Ադրբեջանական սահմանադրության նախաբանի փոփոխումը, որտեղ խղում կա 1919 թվականի իրենց անկախության ակտին։ Իսկ գիտես ինչ է հետաքրքրում, որ ասում են օրինակ մենք համաձայնվեցինք, չէ՞։ Օրինակ այդ 17 կետերից 2-ի մասին մենք գիտենք, 15-ի մասին չգիտենք։ 2-ի մասին մենք գիտենք, որովհետև դա ասել է Իլհամ Ալիևը։ Չնայած Նիկոլ Փաշինյանը ասում է դա մեր 2-ի համատեղ սեփականությունն է, բայց այդ անշնորհք խախտել է իրենց սեփականությունը եւ այդ 2-ի մասին մեզ ասել է։ Հիմա ես ուզում եմ իմանամ 2024 թվականի հոկտեմբերի 24 հանդիպել են Փաշինյան Իլհամ Ալիև, դրանից հետո 2024 թվականի դեկտեմբերի 30 հանդիպել են Մոսկվայում, իրար հետ գտնվել են եղել, բայց չեն հանդիպել։ Առանձին հանդիպում Իլհամ Ալիևը չի ուզել դրա հետ։ Հիմա այդ ժամանակ Մոսկվայում լրագրողը ճեպազրույց է փորձում վերցնել Ալիևից ու Փաշինյանից։ Փաշինյանին հարցնում ասում է դուք պատրաստ եք ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի հետ, ասում է այո, հենց հիմա պատրաստ եմ ստորագրել։ Ալիևին ասում է դուք պատրաստ եք ստորագրել, ասում է ոչ, չհամաձայնեցված հարցեր կան, որ պետք է քննարկել։ Նիկոլ Փաշինյան ասում է բերես 17-ից, այս երկուսը հիմա հանենք այդ պայմանագրի նախագծից, թող մնա 15-ը, որը որ համաձայնեցված է, այդ 15-ը ստորագրենք։ Ալիևն ասում է չէ, պետք է լինի 17-ով։ Հիմա ես ուզում եմ իմանամ, այս երկու կետի մեջ երկու տառ փոխվել է, երբ որ ինքը դրան տվեց համաձայնություն։ Վստահ եմ, որ չի փոխվել։ Եթե փոխվել է, երեք ազգային ժողովի падգամավոր, եթե չեմ սխալվում, Աննա Գրիգորյանն էր, հարցում ասում է, որն է, որ եղել է ադրբեջանական զիջում։ Խնդրում եմ ասեք, որն է այդ զիջումը։ Դու ասի այդ երկու կետի մեջից երկու տառ, որին ինքը դեկտեմբերի 30-ին համաձայն չի եղել, 2025 թվականի մարտի 15-ին համաձայն է եղել։ Չկա տենց տառ։ Ավելին ասեմ, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական Էլչին Ամիրբեկովի ժամեր առաջ ասած միտքը շատ ուշագրավ է։ Նա ասում է, որ Հայաստանը պետք է արագացնի ադրբեջանական նախապայմանների կատարումը, այլապես պահը կարող է կորսվել եւ անդառնալիորեն։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիր դարձած երբեմնի խաղաղության պայմանագրի տեքստն անգամ շուտով կորցնելու է իր բանակցված լինելու եւ երբևէ ստորագրվելու հնարավորությունն անգամ։ Այսինքն շատ մեծ հավանականությամբ մի քանի շաբաթից կամ ամսից Ալիևն ասելու է հետեւյալը. քանի որ Հայաստանը կառուցողական վարկ չդրսևորեց, չկատարեց միջազգային հանձնառությամբ իր վրա դրված կարևորագույն պարտավորությունները, շարունակում է տարածքային պահանջներ պահպանել իր սահմանադրության նախաբանում, իրանք դժվար կարող են գրագետ ձևակերպեն ոնց որ դու ասեցիր, բայց ապա Ադրբեջանը միակողմանիորեն հրաժարվում է այս խաղաղության համաձայնագիր կոչվածի ամբողջ բանակցված բովանդակությունից, դրա ստորագրումից, դրա վավերացումից, բնականաբար, եւ առաջադրում է նոր նախապայմաններ։ Հիմա մենք ամբողջապես նոր պայմաններով կբանակցենք եւ կամ չենք էլ բանակցի։ Այնպես ինչպես հիմա արդեն ռազմական գործողություն կա որևէ բանակցություն։ Դու հրաշալի հիշեցրիր, որ 24 թվականի հոկտեմբերից այս կողմ, այսինքն 5 ամիս շարունակ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Որևէ միջազգային հարթակում ոչ նախագահ վարչապետ, ոչ արտգործնախարար, ոչ այլ պատվիրակներ չեն հանդիպել։ Այն Սարգիս Խանդանյանն էլ է մեղք։ Այս ամիս ու կես աղերսում Սամետ Սեիդովին ասում եկեք գոնե սահմանը հատվածի մի կետի վրա հանդիպենք։ Հանձնաժողովներով։ Նրանք ասում են չէ։ Բայց ես զարմանում եմ նրանց մերժման վրա։ Բայց ես 5 շաբթի օրը լսեցի Սարգիս Խանդանյանի վերջնագիրը ուղղված Իլհամ Ալիևին։ Կարծում ես կվախենա Ալիևը։
Տարբերակ չունի, ինչա գլուխը քորա գալի իր կամ չի մտածում իր գլուխ ուսերի վրա մնա։ Խոսքը Սարգիս Խանդանյանի մասին է, ով ընդամենը ամիսներ առաջ իր զորակցությունը հայտնեց Ուկրաինային։ Նա գնացել էր Կիև, անձամբ Գերագույն Ռադայի խոսնակի անձամբ հանդիպել է եւ ասել է, որ ես իմ ամբողջական աջակցությունն եմ ցուցաբերում։ Դրանից հետո սկսվել։ Նաև ողջունել է ուկրաինացի ժողովրդի խիզախ կեցվածքը։ Խոսքը Սարգիս Խանդանյանի մասին ասենք, նրանք ովքեր չեն ճանաչում, բայց կարծում եմ, որ պետքա բոլորը ճանաչեն, խնդրում եմ Google-ում որոնողական համակարգում գրեք Սարգիս Խանդանյան, խնդրում եմ չգրեք Սարգիս Խանդանյան, գրեք Սարգիս Խանդանյան եւ կբերի նրա այդ ահասարսուր այդ դու Տարոն Չախոյանի ձայնով ասացի, ոնց որ սկսել ես արդեն նրա ձայնով, այդ ԿՊԱ-ականների անունները միայն Տարոն Չախոյանի ձայնով ասեք։ Սարգիս Խանդանյան, որոնման տվեք, դու տեսեք ինչա բերելու իր ամբողջ հմայքով, իր ամբողջ այդ խիզախ տեսքով, իր ասելա սա Ալիևի նա խորհրդարանական դիվանագիտության ռահվիրանա, բայց կա նաև հենց բուն կադրային դիվանագիտությանը, դրա Վահան Կոստանյանը, շատ նման իդեպ իրար արտակնապես, այդ նույն տիպաժի։ Վահան Իմիջայլոց չէր հաստատել իր մասնակցությունը Ռուսաստան Միացյալ Նահանգներ բանակցություններին Սաուդյան Արաբիայում, երևի դեռ այնտեղ չճշտված ավելի կարևոր գործեր ունի։ Ինքը վերջին этаպում ինքը իր համաձայնությունը կտա այդ աշխարհակաղակական նրանք լուրջ աշխարհի ճակատագիրը որոշող մարդիկ են Դավիթ ջան մենք իրանց շատ համեստ են պահում կեցաղում կեցվածքում գիտեք թե ում հետ գործում բայց նրանք իրականում իրանց էությունը շատ մեծ է ես ինչու այս ենթադրությունն արեցի եւ ինչու եմ կարծում որ Ալիևը շատ շուտով հրաժարվելու է նաեւ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի իբր արդեն բանակցված տեքստից եւ առաջադրելու է նոր միակողմանի նախապայմաններ Քանի որ ի տարբերություն այս վարչախմբի եւ նրա պարագլխի, որը հրապարակավ շարունակաբար պատրաստակամություն է հայտնում ստորագրելու դա, եւ շարունակաբար հրապարակավ բանակին հորդորում է չկրակել։ Ալիևը 24 թվականի ավարտին արեց ճիշտ հակառակը։ Նա 2025 թվականը հայտարարեց սահմանադրության եւ ինքնիշխանության տարի։ Ադրբեջանում 2025-ը կոչվում է սահմանադրության եւ ինքնիշխանության տարի եւ նախագահական ակտում հատուկ ֆիքսված է 44-օրյա պատերազմի իրենց համար հաղթական ավարտի 23 թվականին Արցախի ամբողջական բռնազավթման, այսինքն իրենց վարկածով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին եւ նախագահական այդ ակտում մտադրություն կա շարունակելու ադրբեջանական պետության նորագույն ձեռքբերումները։ Այն պահին, երբ հիմա ես եւ դու զրուցում ենք, Ալիևը տիկնոջ հետ հերթական անգամ բռնազավթված Արցախում է, նախ այցելեցին Ակնայի շրջան, այնտեղ մի գյուղի ենթակառուցվածք բացեցին, ապա գնացին Շուշի։ Իսկ Ակնայում բան եղել են, Ալենին եւ Պապիկյանին չեն տեսել այնտեղ։ Նրան բաղեր չեն մտել, չեն տեսել։ Բայց տեղացիների հետ, տեղաբնակների հետ չեն հանդիպել, տեղացիների հետ Տենց տեղի բնակության հետ ոչ մի հանդիպում չի զուտ աշխատանքային է երևի Աղդամցի Ալենին եւ տեղաբնակիչների հետ չեն հանդիպել Հիմա սա նշանակում է հետեւյալը որ Ալիևը հերթական անգամ բարձրացնելով իր մաքսիմալիստական տրամադրվածության դոզան փորձելու է հրաժարվել նաեւ այս պայմանագրից եւ Ամիրբեկովի խոսքը դրա մասին է վկայում որ նույնիսկ այս 3 տարի շարունակ ձգձգված եւ հերթով Հայաստանի կողմից ընդունված բոլոր նախապայմանները ձևակերպված 17 դրույթների մեջ նույնիսկ դրանք են առ-ոչինչ եւ հարցի գինը բարձրացվելու է։ Ուզում եմ կարճ հիշեցնել, թե 20 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից հետո այդ մասին մենք քիչ առաջ խոսեցինք, թե ինչ զիջումներ եղան 44-օրյա պատերազմից հետո։ Ինչ եղավ հաջորդիվ։ 21 թվականի մայիս 11-12-ը հիշեցինք երկու ուղղությամբ ճեղքում։ Պիտի հիշեցնեմ նաև 21 թվականի նոյեմբերի 17-ի հարձակումը Վայոց ձորի ուղղությամբ, նաև Սյունիքի ուղղությամբ, բայց ամենամեծ ճեղքում այդ ժամանակ եղավ Վայոց ձորի ուղղությամբ եւ շատ ուշագրավ է որ այդ հանգամանքի բերումով նաև ազատվեց պաշտպանության այն ժամանակ նախարար Արշակ Կարապետյանը, նաև Արցախ այցելության համար, բայց այդ միջադեպից անմիջապես հետո եւ նշանակվեց Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար։ Այսինքն արդեն ավելի քան 3 տարի է Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարը, իհարկե այդ ժամանակ եկավ նաև Համալսարանի հոգաբարձությունների խորհրդի նախագահ, իսկ ահա այն ինչ այսօր պատմում է Արշակ Կարապետյանը եւ այն WhatsApp-ային հաղորդագրությունը որ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր երկրի իր ղեկավարած պետության պաշտպանության նախարարի հետ, ուղղակի սահմռկեցուցիչ է։ Ես եւ դու մեր մասնավոր շփումը կառուցում ենք ավելի պաշտպանված մեսենջերով, քան երկրի վարչապետը եւ պաշտպանության նախարարը շփվում էին մեսենջերով։ Դե պաշտպանության նախարարնա դրամա, օրինակ պաշտպանության նախարար, ԲԴԽ-ի նախագահ, նրանք WhatsApp-ով են։ Նրանք WhatsApp են։
Իսկ ասենք օրինակ Լուլուին ես չեմ կարծում նա WhatsApp-ով գրի, նա TikTok կամ ասենք Վահագ Ալեքսանյանի խո WhatsApp-ով չի գրի, Վահագ Ալեքսանյանին կգրի TikTok-ով։ Իսկ Արփի Դավոյանին էլ մի հատ ղուշ կուղարկի։ Իրան այո, աղավնում կտա փաթաթի բան հաղորդագրությունը կտա աղավնում կտուցի մեջ աղավնին կտա Արփի եւ նույն ձևի Արփի Դավոյանը հետ կուղարկի իր հաղորդագրությունը։ Բայց մի հաղորդագրություն այդպես էլ չհասավ հասցեատիրոջը։ Արփին ախր գրեց այդ աղավնու ոտին էլ կապեց ուզում եմ դառնալ արդարադատության նախարար չհասավ այդ հաղորդագրությունը այդպես էլ հասցեատիրոջը չհասավ։ Տեղին խփեցիր, որովհետև ես հիշում եմ որ նա նաև 3 էջի վրա մշակել էր նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որի դեպ չի հանրայնացվել։ Այդ կարևոր 3 էջի վրա, բայց 24 տառաչափով երևի։ Ամեն էջի վրա 3-4 տող։ Ինձ թվում է դա մատենագիր աշխատություն է, ինքը Ձեռով գրած կլինի, որ որևէ համակարգչի հիշողության մեջ դա չպահպանվի որևէ, այո, խոսքը վերաբերում Ես կարծում եմ դերևս բախտ կվիճակվի ծանոթանալու Արփի Դավոյանի արդարադատության ոլորտը բարեփոխելու։ Հիմիկվա ես քեզ վստահեցնում եմ, որ նա կլներ շատ ավելի հաջող արդարադատության նախարար, քան այն ինչ որ մենք հիմա ունենք։ Եվ խոսքը միայն մաստակի հմտություններին չի վերաբերում։ Մենք հիմա ունենք արդարադատության նախարար, որը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունը չպետք է հակասի խաղաղության պայմանագրին։ Այսինքն էլի ասում ենք դա էլի Ալփինա, չէ, ասենք Ալփինա։ Սա համարվում է իրավաբան արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան ունի, այսինքն գեներալ է, դատախազության տեղակալ է, Էնթոնի Բլինքենը, Նազենի Բաղդասարյանի գործընկեր ստացավ նրան։ Պարգևատրել է նրան։ Եվ սա ասում է դրա պատկերացումներում ոչ թե պիտի միջազգային պայմանագիրը համապատասխանի մեր երկրի սահմանադրությանը, այլ ասում է մենք պիտի մշակենք այնպիսի մի սահմանադրություն, որը չհակասի մի պետության հետ բանակցված չստորագրված պայմանագրի, այնպիսի մի պետության, որը մեր ազգային անվտանգության ռազմավարությամբ համարվում է մեր պետության անվտանգության սպառնալիք հանդիսացող թշնամական պետություն։ Ու այդ ասողը մասնագիտությամբ կոչվում է իրավաբան, ազգությամբ հայ, այդքան վստահ մի ասա։ Ազգությամբ հայ գենետիկական փորձաքննությունը սրանցից ոչ մեկի մենք չունենք։ Օրինակ դու Ալեն Սիմոնյանի ազգության գենետիկական փորձաքննություն ունես թե ոչ։ Չէ, Այսինքն Ալեն Սիմոնյանը ինչ է ասում։ Ասում է աննախադեպ է, երբ հապկի անդամին որևիցե այլ երկիր, որը հապկից դուրս է, զենք է վաճառում։ Հիմա մի հատ կարճ լիկբեզ անենք Ալեն Սիմոնյանի համար, որը հրաշալի գիտի, որ հերթական անգամ մոլորեցնում է հայ հանրությանը, բայց հիշեցնենք, որ 2000-ականների կեսերին Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագիր է ունեցել, եւ ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ ՆԱՏՕ-ի եւ ոչ հապկի անդամ երկրների հետ, որոնց թիվը մինչեւ 10-ի էր հասնում, ունեցել է ռազմատեխնիկական համագործակցություն, որի մասին Ադրբեջանը պարբերաբար վայնասուն է բարձրացրել բոլոր միջազգային հարթակներում։ Օրինակ ասենք 2000-ականների վերջին եւ 2010-ականների սկզբին Հայաստանը սերբական եւ բրիտանական դիպուկահար հրացաններ էր գնում։ Հիմա բոլոր մանրամասները չենք պատմելու, բայց Ադրբեջանը այդ մասին այնքան է խոսել։ Լեհաստան Սևնետը, սերբական Սևնետը ամենահայտնիներից մեկն էր։ Չարենց հավանում, որ Լյուբավը Արմենիա էր գործում հայ-լեհական համատեղ ձեռնարկություն։ Լեհաստանը հապկի անդամ էր, թե Սերբիան էր հապկի անդամ։ Իմիջիայլոց ասեմ, Լյուբավը Արմենիան փակվել է 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, եւ այդ ընկերությունը մասնագիտացված էր ուշադրություն զրահաբաշխոնների եւ սաղավարտների արտադրության հարցում։ 2020 թվականի հուլիսին պակասը, որ հատկապես ունեցել են մեր զինվորականները 44 եւ այն ինչը գնելու կոչ անում էր Պարագլուխը պատերազմի ամենաթեժ օրերին։ Եվ այն ինչի համար վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը կանխիկ ստացել է մի քանի միլիոն դոլար կանխիկ 2020 թվականի նոյեմբերի 7-ին։ Ոչ թե պաշտպանության նախարարությունն է գնում արել, այլ դա արվել է իր աշխատակազմի ամսաթիվը նոյեմբերի 7 2020 թվականի հուլիսին ադրբեջանական կայքերը գրում են, որ Սերբիան Վրաստանի միջոցով Հայաստանին տրամադրում է ականանետեր։ Խոսքը 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերի մասին է։ 2007 թվականին Ազատություն ռադիոկայանը գրում է, որ Սերբիան ընդհանուր առմամբ 2.6 միլիոն դոլարի զենք կվաճառի Հայաստանին։
2018 թվականի դեկտեմբերին Eurasia Daily-ին ծավալուն հոդված էր հրապարակել Բուլղարիայից Հայաստան զենքի ներկրման հետ կապված։ Հիմա այն հայտնի անձի անունն էլ տանք, պատրոն Դավիթ Գալստյան, որը սրանց հիմնական զինավաճառն էր, հետո նաև սրանց թեթև ձեռքով գնաց եւ կալանավորվեց 3 անգամ։ Հիմա Բուլղարիան, Սերբիան, Լեհաստանը, միջնորդավորված Մեծ Բրիտանիան եւ մյուսները կարող է հապկի անդամ են դարձել, մենք որ սառեցրել ենք, կարող է մենք չգիտենք, որ այս երկրները հապկի անդամ են։ Դավիթ ջան, գիտես ինչ, զենք առնելը նաև ունի հետեւյալը, չէ՞։ Զենքը, ասենք, հագուշ չի էլի, որ ասենք դու գնաս առնես իտալական են կամ ֆրանսիական բրենդային հագուստ։ Զենք ունի տեխնիկական եւ մարտական պարամետրեր, թե ինչ մարտական խնդիր է լուծում եւ տեխնիկապես դա ոնց։ Եվ եթե նույն պարամետրերի զենքը ունի նաեւ Ռուսաստանը, որը աշխարհի ամենախոշոր ռազմարտությունաբերական երկրներից մեկն է, որը քո գործընկերն է հապկի շրջանակներում եւ քեզ պատրաստ է զենք վաճառի ներքին գներով, այսինքն այն նույն գնով ոնց որ ինքը տալիս է իր զինված ուժերին եւ կամ էլ անվճար մատակարարի։ Եվ այդ զենքի պարամետրերը նույնն է ոնց որ մյուսը։ Ասենք Էժանը առնելու փոխարեն, ով որ գնում է նույն բանից առնում է թանկը, դա ժողովրդական լեզվով ասում են անասուն։ Դու հիմար չես, չի ասի հիմար պիտի լինես, որ տանես նույն բանը առնես, ավելի թանկ, քան որ կարաս առնես ավելի էժան։ Չէ, ասա, որովհետեւ օրինակ ֆրանսիական զենք շատ խրոխտ է հնչում։ Հիմա, քանի որ սրանք շատ են սիրում ֆրանսիական եւ հնդկական զենքերի մասին խոսել շարունակաբար, հատկապես ֆրանսիական։ Ուզում եմ հիշեցնել, թե երբ Ֆրանսիան Հայաստանին սկսեց զենք մատակարարել, կամ ավելի ճիշտ, երբ կնքվեց առաջին ռազմատեխնիկական հուշագիրը, նույնիսկ ոչ թե պայմանագիրը, այլ հուշագիրը, որի մասին Ֆրանսիան անոնսեց ամիսներ առաջ եւ որը շատ մեծ հրապարակայնությամբ Պապիկյանի Փարիզ գնալով, այնտեղ իր պաշտոնակցի հետ կնքելով հայտարարվեց։ Դա երբ եղավ։ Դա եղավ Արցախի բռնազավթումից հետո։ Այո։ Այսինքն Ֆրանսիան տարածաշրջանում ընդհանուր առմամբ հավաքական արևմուտքը հասավ իր նպատակին, այն է Արցախում այլևս չկա հայկական գործոն, շուտով չի լինի նաև ռուսական գործոն եւ չեղավ։ Արցախը ամբողջապես անցավ ադրբեջանական վերահսկողության տիրապետության ներքո։ Հիմա արդեն հանգիստ, ինչպես Փաշինյանն է ասում, առանց գլխացավանքի, առանց թոքի, մեր վզին գցած։ Կարելի է Ֆրանսիայից գնել զրահապատ մեքենաներ, զրահապատ մեքենաներ։ Մեր վրանից ինչ կա։ Մեր վրանի վրա բա Հունգարիան վետո էր դրել։ Հունգարիան վետո դրեց, հետո ասաց Ադրբեջանին համարժեք։ Ադրբեջանին ասում այ մարդ, ես 10 միլիոնի կարիք չունեմ։ Դա աշխարհի ամենաթանկ վրանն է։ 10 միլիոն դոլարանոց վրան։ Բայց դրանից զենցուն չկա։ Ես էլ չեմ տեսել։ Էդ իլեր կբերած կլնեին։ Չեն տվել այդ վրանը։ Մի այս ամբողջից հետո Եվրամիությունը Հայաստանին դիտար մի հատ վրան 10 միլիոն դոլարանոց վրան։ Էդ էլ չեն տվել։ Ես կարծում եմ երկրորդ ընթերցմամբ Եվրաքվեի օրենքի ընդունումից հետո միանգամից այնտեղ տրամադրություն կփոխվի, չես տեսնում, Եվրոպայում արդեն խառնվել են իրար։ Իսկ թվում է սպալնի մեշոկները կտան։ Մի 50 հատ է սպալնի մեշոկ, որ այդ վրանի հետ։ Ուսապարկ, քնապարկ, արշավական ուսապարկ ունենք, ուսապարկ պետք չի։ Ուսապարկ ունենք։ Մեկի տեղը 69-ն է, չէ՞։ Գնալ պակասում են։ Քնապարկ լինի, լավ կլինի, քնապարկ, ուսապարկ ունենք, պետք չի։ Ուսապարկերը քնապարկերի մեջ հանգիստ կտեղավորվեն։ Այո, որպեսզի մեր ուսապարկերը դնենք, մեզ պետք է 69 հատ քնապարկ։ Որպեսզի այդքան ուսապարկ ունենք, համարժեք ուսապարկ ունենք, դնենք նաև քնապարկեր։ Իրար կողք։ Ու այդ թանկանոց 10 միլիոն դոլարանոց վրանի մեջ էլ տեղական։ Ու տանենք շարենք այդ վրանի կողքերը։ Նույնիսկ այդ չեն տվել։ Դու հասկանում ես, ասենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, քաղաքական աջակցությունը, չէ՞։ Ու սրանց այսքան դավաճանության փոխարեն իդեպ այդ որ ասում են սահմանից երրորդ ուժերի հեռացումը շատերին թվում է թե դա Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանն է վերաբերում միայն դա առաջին հերթին վերաբերում է հապ զորամիավորումների հնարավոր տեղակայմանը որոնք Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը հեռացրեց 24 թվականին եւ հիմա ուզում է բացառի դրանց տեղակայումը անգամ հապկի մեր անդամակցության շրջանում դրա համար ասում եմ մենք հապկին փուլ դադարեցրել ենք մեր անդամակցությունը։ Ինչպես գիտես, որոշ շրջանակներ կան իշխանության հետ աֆիլացվող, որոնք պնդում են, որ նոր սահմանադրության մեջ պետք է ֆիքսվի նաև Հայաստանի արտադաշինքային կարգավիճակը,
Օրինակ դրա ջատագովներից էր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Բերինձը։ Գրիգորյանը, որը մի քանի անգամ այդ առաջարկն արել է, այսպես կոչված Եվրադաշինքը եւս Գյումրիում քարոզարշավանելու փոխարեն զբաղված է այնտեղից ռուսական ռազմաբազան հանելու ինտենսիվ քարոզչությամբ, մի թեզ, որ տասնամյակներ շարունակ զարգացրել են, եւ ահա սա լինելու է թշնամական օրակարգի թագն ու պսակը։ Այսինքն հերիք չէ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ամբողջ երկայնքն է թողնում տկլոր։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը Արցախի ամբողջական կորստից հետո ունեն ուղիղ 975 կիլոմետր սահմանագիծ, այսինքն ավելի երկար, քան նախկինում էր, եւ չունենք թիկունք, չունենք ռազմավարական խորություն։ Եվ մյուս կողմից կա հայ-թուրքական սահման, որը համեմատաբար ավելի պաշտպանված, ապահով ու անվտանգ է, որովհետև այնտեղ կա քո ասած երրորդ ուժի ներկայություն։ Հիմա այս նավ ճոճողները փորձում են հասնել նրան, որ ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով որևէ օտարդրոշ չծածանվի, որևէ օտարերկրացի չլինի, այլև առհասարակ Հայաստանի Հանրապետության սահմանագծի ամբողջ երկայնքով եւ Հայաստանի Հանրապետության ներսում որևէ այլ դրոշ չլինի, բացի թուրքականից։ Եթե թուրքերը ՆԱՏՕ-ի կամ որևէ այլ դրոշի անվան տակ չմտնեն Հայաստան, որևէ այլ մեկը Հայաստանում իր դրոշը չպիտի պարզի։ Դա դու շատ կարևոր բան ես ասում, ես նոր անկեղծ ասած քո խոսքի ժամանակ մտածում եմ։ Մենք գաղափարի մասին ենք, չէ՞, լսել երրորդ ուժ չլինի, ձևակերպումները չգիտենք։ Այսինքն պարզ չէ ձևակերպումներից, դա վերաբերում է միայն հայ-ադրբեջանական սահմանին, թե ամբողջ հանրապետության սահմանին։ Ենթատեքստը այն է, որ ամբողջ հանրապետությանը պիտի վերաբերի։ Եթե սրանք, ես այն շուտել եմ ասել, իրար հետ են քննարկել, եթե սրանք հանում են ռուսական զորամիավորումը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանից ամբողջությամբ, հիմա հանեցին Զվարթնոցի սահմանային կետից, հանեցին Ագարակից եւ Մարգարայինից են հանել։ Հիմա եթե անցնեն սահմանի երկայնքից, ուրեմն չեղարկվում է 1992 թվականի սեպտեմբերի հայ-ռուսական համաձայնագիրը պետական սահմանի համատեղ պահպանության մասին։ Այդ համաձայնագիրի 5-րդ կետը նախատեսում է դրույթ, որ Հայաստանը ճանաչում է Խորհրդային Միության պայմանագրերը Թուրքիայի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի մասին։ Ու քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն է հանդիսանում իրավահաջորդը Խորհրդային Միության, այդ պայմանագրերի գործունակությունը դեռևս ուժի մեջ է մտնում եւ այդ սահմանը համարվում է նկարագրված ու պաշտպանված դելիմիտացիա եւ դեմարկացիա արած, այսինքն նշած եւ կահավորված սահման։ Եթե սրանք չեղարկեն այդ համաձայնագիրը, նշանակում է Հայաստանը դուսակալես, այո։ Իդեպ սա շատ ասեմ քեզ, ես ինչու եմ այդ եզրակացությանը գնում եւ ինչու ունեմ այդ մտավախությունը, որովհետեւ Ադրբեջանն ինքը արտադաշինքային պետություն է։ Ադրբեջանը, ինչպես գիտես, նույնիսկ չմիավորված երկրների շարժման անդամ է եւ Ադրբեջանը շարունակաբար տարբեր հարթակներում գլուխ է գովում նրանով, որ որևէ ռազմաքաղաքական դաշինքի չի անդամ։ Բացառությամբ որ Թուրքիայի տունի իր առանձին ռազմաքաղաքական դաշինք։ Դա իհարկե կատարյալ սուտ է, որովհետեւ Ադրբեջանը Թուրքիայի, այսինքն ՆԱՏՕ-ի հիմնական երկրներից մեկի ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող պետության կլիենտ պետությունն է, որի Թուրքիայի ռազմական հրահանգիչները, գեներալները բոլորը ակտիվորեն ներգրավված են ինչպես պատերազմական, այնպես էլ հարաբերականորեն խաղաղ պայմաններում Ադրբեջանի զինված ուժերի կառավարման։ Պաշտպանության նախարարի խորհրդական Ադրբեջանի Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին Ինչպես գիտես, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ ունի անհատական գործընկերության ծրագիր եւ իրենց բանակը հրապարակայնորեն էլ այդ մասին համապատասխանեցնում ՆԱՏՕ-ի չափանիշներին են համապատասխանեցնում։ Համազգեստից սկսած ադրբեջանցի հարյուրավոր զինվորականներ սովորել են Միացյալ Նահանգների ռազմաուսումնական հաստատություններում, իդեպ Թուրքիայի, բայց նաև Միացյալ Նահանգների, իդեպ նաև նրանք, որոնք 2016 թվականին Թալիշում ծեր մարդկանց աչքու ականջ էին հանում եւ կտրում, այսինքն նույնիսկ նրանք։ Եվ ես հիշում եմ, որ այն ժամանակ հայկական դիվանագիտությունը փորձում էր ամեն ինչ անել գործի դնելու, եթե չեմ սխալվում 907-րդ բանաձևը, ըստ որի պիտի Միացյալ Նահանգները որևէ ռազմատեխնիկական օգնություն բացառեր Ադրբեջանին, նույնիսկ ռազմական կրթության հարցերում, որովհետև ապացուցված էր, որ հենց այդ ռազմական կրթություն Միացյալ Նահանգներում ռազմական կրթություն ստացած սպաներն են, ահա, որ մարդկության դեմ հանցագործություններ են գործել, ռազմական հանցագործություններ են գործել։ Հիմա Ադրբեջանը շատ հանգիստ Հայաստանի Հանրապետությանը այս պահանջը, այս վարչախմբին եւ մենք որևէ ռազմատեխնիկական դաշինքի մեջ չենք, ռազմաքաղաքական դաշինքի մեջ չենք, մենք երաշխավորում ենք ձեր անվտանգություն, Թուրքիան էլ է երաշխավորում։ Խաղաղությանը գնում ձեր ինչին է պետք։ Հենա 5 պակաս եք արդեն, հապկում սառացրել եք, դուրս եկեք, ձեր տարածքում որևէ այլ երկրի զինական ներկայություն ես ինձ եմ սպառնալիք համարում։ Իդեպ ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանը 2023 թվականին հմեկին տված իր մի հարցազրույցում
102-րդ ռազմաբազան դիտարկել է Թուրքիայի շահերի տեսանկյունից, ոչ թե մեր։ Նա բառացիորեն ասաց հետևյալը. իսկ ինչու եք մտածում, որ Թուրքիան սպառնալիք չի համարում մեր տարածքում եւ իր սահմանին տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Սա Փաշինյանի բառացի մեջ ասել է, որ հապկին Հայաստանի անդամակցությունը Հայաստանի անվտանգության սպառնալիք։ Բայց այդպես էլ դուրս չեք։ Ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանում դա սպառնալիք է Հայաստանի, այսինքն նրանք ոչ թե մեր անվտանգության համակարգի մաս է կազմում, որը մեր զինված ուժերի հետ միասին, ոչ միայն զինված ներկայությամբ, այլև հենց դիվանագիտական առումով որոշակի սպառնալիքներ է չեզոքացնում, այլ հակառակը ինքն է սպառնալիքներ ստեղծում մեր անվտանգային համակարգի համար։ Դա ասել եմ։ Մենք պետության անվտանգային համակարգի ներքին սպառնալիքներից խոսեցինք եւ ելի եկանք հանգեցինք նրան, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական անվտանգությունը պիտի պատվիրակենք մեր գործընկերոջ։ Այո, այդ դա վերաբերում է նրանց, ովքեր կարիք ունեն։ Այո, քպեական չեն, դա առաջին պայմանն է, ովքեր որ արժանի են նաև ստանալու այն որակյալ անվտանգային ծառայությունները, որը կարողանում է մատուցել Pantera Security մասնավոր պահնորդական ընկերությունը, օգտագործելով իր փորձառու անձնակազմի հմտություններն ու կարողությունները, իր բազմամյա փորձը, իր ունեցած տեխնիկական միջոցները, որոնց թվում են նաև ժամանակակից պահնորդական ծառայության համար ներկայացվող պահանջները, առցանց հսկման միջոցներով, նրանք կարող են իրականացնել ինչպես անհատների, այնպես էլ բնակելի, ոչ բնակելի, առևտրային տարածքների պահպանություն, բեռների ուղեկցում, փոստի ուղեկցում եւ բազմաթիվ այլ պահնորդական ծառայություններ, որոնց մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է ձեռք բերել pantera.am կայքից, իսկ համագործակցության համար կոչ ենք անում զանգահարել 010 53 78 50 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 81-րդ թողարկումն էր 168 ժամի YouTube-յան էջում։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը ամփոփեցինք, վերլուծեցինք շաբաթական հրահոսը, դա սիրով ձեզ համար կանենք նաեւ մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։